պարտավորվել են, որ Հայաստանը բանակ պետք է չունենա, եւ որ դրա համար մենք բան չենք անում։ Բանակի վրա ամեն ինչ անում ենք, որ բանակը չլի, որովհետեւ մենք պարտավորվել ենք, որ Հայաստանը պետքա բանակ չունենա։ Դուք արդեն իսկ տեսաք այն ինչ որ ձեր աչքի առաջով անցավ։ Ես չգիտեմ ովքեր են հեռուստացույցով հետևել, ովքեր տեղում են հետևել, բայց նաև ես իմացա, որ մեջ, բայց ես ուզում եմ մի փաստի մասին, չնայած ուրիշ տեղերել եմ ասել, ժողովուրդ կներեք, եթե բաներ եմ ասում, որ ուրիշ տեղ գուցե հեռուստացույցով արդեն լսել եք, բայց միևնույնն է, այս կարևոր եմ համարում դա ասել, որովհետև ուրիշ բան է լսել հեռուստացույցով եւ ասել հեռուստացույցով, ուրիշ բան է, երբ որ ասում եմ եւ նայում եմ ձեր աչքերի մեջ, դրանք երկու տարբեր ռեժիմներ են։ Մեզ մեղադրել են, որ մենք բանակը քանդել ենք։ Մեզ մեղադրել են, որ ինը թոփ բանակ են մեզ ժառանգություն թողել եւ մենք այդ թոփ ժառանգություն բանակով պարտվել ենք պատերազմի։ Ես ձեզ ուզում եմ մենակ մի փաստ բերեմ, մի փաստ։ Ուրեմն 1991 թվականից մեր հրետանու թիվ 1 միջոցը եղել է D30 հրանոթը, D30-ը, որը եղել է ինքը վատ զենք չի, ինքը բայց մեր հրետանու ողնաշարը, իսկ նաև հրետանին պատերազմի աստվածն է, ամենայն դեպս դասական ընկալում, եղել է D30 հրետանին։ Ուրեմն հարց, որի պատասխան թերևս լսել եք կամ եթե չեք լսել։ Առաջին անգամ երբ է Հայաստանի Հանրապետությունը գործարանային արտադրության D30 հրետանի ստացել, հրանոց ստացել։ Դա 2023 թվականն է։ 2023 թվականից առաջ Հայաստանի Հանրապետությունը չի ունեցել գոնե մեկ D30 հրանոց, որ ինքը ստացած լինի գործարանից։ Պատկերացրիք, եւ այն որ Սերժ Սարգսյանը ասում էր 80-ականների զենքեր, ինքը գլուխ էր գովում, որովհետեւ 2018 թվականի դրությամբ մեր սպառազինության առնվազն 70%-ը ոչ թե 80-ականների է եղել, այլ եղել է 70-ականների, 60-ականների, 50-ականների։ Մենք 80-ականների շատ քիչ զենք ենք ունեցել, շատ քիչ զենք։ Երկրորդը, դուք տեսաք այդ գործարանային արտադրության, այսինքն Զավադսկոյ D30 հրանոց, որ մենք ունեցել ենք, եղել է առաջին անգամ 2023 թվականին։ Ու մնացածը բա ինչ ա եղել։ Ինչ ա եղել մնա։ Հա, այսօր ընդդիմության ներկայացուցիչները ինչ են ասում, արձագանքում են, ասում են, մենք զենքը ասում ենք, ձրի կբերենք զենքը։ 2018 թվից առաջ զենքերի 70%-ի վրա մենք փող չենք ծախսել, ձրի են մեզ տվել զենքը։ Բայց այդ զենքը եղել է, նրանք ովքեր լսում են այդ հասկացությունը նեկոնդիցիոննի եզրին։ Այսինքն համարյա ոչ պիտանի զենք, համարյա, այսինքն այդ մեզ տվել են ձրի զենքը խեն տալիս է, ով է ում ձրի զենք տալիս։ Ձրի զենքը տալիս են այդ դեպքում, երբ որ նա գին չունի։ Այսօր զորահանդեսը ուզում են համատեն 2016 թվի զորահանդեսի հետ։ 2016 թվի զորահանդեսով անցած զենքի 80% եղել է նեկոնդիցիոնի։ Կներեք 1980 կանսերվի կոկոշի տրամաբանության մեջ։ Բայց ես ուրիշ բան եմ ասում, դուք տեսաք D30 մեր Զավադսկոյ, այսինքն մենք D30-ի ոչ միայն չեն հրաժարվել, բայց այլ ընդհակառակը հիմա նոր D30-ներ ունենք, որի առաջին օգտագործողը մենք ենք։ Բայց այնտեղ մենք ուրիշ հրետանային միջոցներ ձեզ ցույց տվեցինք։ Ուրիշ բան չլինի, D30-ի չափերին նայեք եւ այդ նոր հրետանային միջոցների չափերին նայեք։ Մենակ ֆիզիկական չափերով այս մեր նոր հրետանային միջոցները D30-ից 3-4 անգամ ավելի մեծ են։ Մենակ հրանոթի երկարությունը 3-4 անգամ ավելի մեծ է։ Այդ չեմ ասում, որ այդ հրանոթները ոչ միայն բարձր տեխնոլոգիական զենքեր են, բարձր տեխնոլոգիական զենքեր։ Ընդ որում իրանք ունեն արկեր 15 տեսակի։ Բարձր ճշգրտության արկերից մինչև սովորական մոտավոր ճշգրտության արկեր։ Իրանց հեռահարությունը D30-ի հեռահարությունը 15 կիլոմետր է։ Մենք այսօր հրետանային միջոցներ ունենք, որ 40 կիլոմետր է իրանց հեռահարությունը։ Եվ դրանք գեր ժամանակակից զենքեր են, գեր ժամանակակից զենքեր։ Հաջորդը,
մենք ձեզ ցույց տվեցինք այդ թվում հայաստանյան արտադրության զենքեր, հայաստանյան արտադրության 2018 թվականից մենք 170 միլիարդ դրամ ենք ներդրել եւ այսօր մենք ունենք ռազմարտությունաբերական համալիր եւ այսօր Հայաստանը զենք է արտահանում զարգացած երկրներ Ես չեմ կարող կոնկրետ երկրների անուններ եւ սա նաեւ այն բանի շնորհիվ որ մենք 2017 թվի համար գիտության ֆինանսավորումը ավելացրել ենք 2.7 անգամ առնվազն Գիտության ոլորտում աշխատավարձերը ավելացրել ենք 100-ից 300%-ով։ Եվ մենք այսօր ունենք ռազմարտությունաբերական համալիր։ Բայց վերադառնալով բանակի ես ամսի 28-ին իմ ելույթում էլ ասացի, բայց ուզում եմ այս հանգամանքը մենք շատ հստակ արձանագրենք եւ հասկանանք։ Ինչի օրինակ 2022 թվականից առաջ մենք այդ զենքերը չունեինք։ Փողի խնդիր իրականում այդքան է սուր չէր, որովհետև այդ զենքի վաճառողները իրենք վարկով են վաճառում։ Իրանք ասում են մեզնից ձեռք ես առնում, բայց նաև մեզնից վարկ վերցրում։ Եվ այդ խոսակցությունը, որ մենք պարտքը ավելացրել ենք, կրկնապատկել ենք, նաև դրա հետ է կապված, որովհետև մարդը զենք արտադրում է, ասում է գիտես, եթե ինձնից վարկ վերցնես, այս գնով կտամ քեզ։ Եթե վարկ չվերցնես, Դրանից ավելի էական ավելի գնով, ինչի է ուզում ինքը վարկ տա, որ ինքը տնտեսական շղթա է կառուցում, որպես իր բանկային համակարգն էլ եկամուտ ունենա, որ երկար տարիներ իրան, այսինքն անընդհատ պտտվող փող ապահովի, որը նաև մեծ է ձեռնտու, մեծ հաշվով, որովհետև գները դեպքում էականորեն իջնում են, բայց ես ստեղ շատ կարևոր է հասկանալ, որովհետև այս ամեն ինչը հիմնական մասը, 90%-ը ձեռք է բերվել 2022 թվականից հետո 2022 ինչու 2022 թվականից հետո ինչու այդ նույնը չկար 2021 2020 2019 թվականին մի պարզ պատճառով որովհետև այդ նույն մարդիկ այդ նույն երկրներ որ մեզ զենք են վաճառել 2022 թվականից հետո 2022 թվականից առաջ ասել են հետևյալը որ մենք կներեք ձեզ չենք կարա զենք վաճառենք երկու պատճառ են բերել առաջին ասել են դուք հապկի անդամ եք եւ մենք այս գաղտնի տեխնոլոգիական զենքերը չենք կարող ձեզ փոխանցել որովհետեւ վստահ չենք եւ դուք այս տեխնոլոգիաները կարող եք փոխանցել հապկի եւ երկրորդ այս ամենակարևոր պատճառը չի եղել երկրորդ պատճառը այն է եղել որ մեզ ասել են մենք վստահ չենք, ավելին մենք վստահ ենք, որ դուք այդ զենքերը օգտագործելու եք Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված սահմաններից դուրս։ Նկատի ունենալով Ղարաբաղի կոնֆլիկտը։ Այսինքն իրանք ասել են, որ Ղարաբաղի կոնֆլիկտի պայմաններում մենք ձեզ զենք չենք կարող վաճառենք։ Ինչի՞, որովհետև իրանք ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ այլն եւ այսպես շարունակ։ Հիմա ինչա տեղի ունեցել 2022 թվականին եւ ինչու է զենքի շուկան 2022 թվականից սկսել բացվել 2024 թվականին ընդհանրապես բացվել է առանց որևէ սահմանափակումների երկու բան է տեղի ունեցել առաջին 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում նախագահ Մակրոնի եւ նախագահ Միշելի օգնությամբ, աջակցությամբ Հայաստանը եւ Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը 1991 թվականի Ալմատայի հռչակագրի հիման վրա։ Արձանագրելով, որ Հայաստանը ճանաչում է, որ խորհրդային Հայաստանը ճշգրիտ համապատասխանում է անկախ Հայաստանին, խորհրդային Ադրբեջանը ճշգրիտ համապատասխանում է անկախ Ադրբեջանին։ Դրանից հետո միջազգային շուկան զենքի ասելա, մենք խնդիր չունենք։ Մենք տեսանք, որ դուք քայլ արեցիք մենք կսկսենք ձեզ զենք վաճառել։ Իսկ 2024 թվականից հետո, երբ որ սահմանազատումը այդ կիրառվեց եւ խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ եւ ներողություն սահմանազատման հանձնաժողովների գործունեության համատեղ կանոնակարգը ստորագրվեց եւ վավերացվեց եւ Ալմատայի հռչակագիրը եւ Հայաստանում Եվ Ադրբեջանում ստացավ դե յուրե պարտադիր իրավական ուժ, այդ հարցը ընդհանրապես փակվեց։
Եվ տեղի ունեցավ զենքի վաճառքեն բանի շնորհիվ, որ ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղի շարժումը պետքա չշարունակենք եւ չենք շարունակելու։ Դրանից հետո զենքի շուկաները մեզ համար բացվեցին, որովհետեւ հիմա մենք մի վիճակում ենք, ոչ ոք մեզ չի կարող ասի, ինչ եք դուք ուզում ձեր երկիրը պաշտպանեք։ Ոչ մեկ չի կարող ասի, որովհետեւ այս պատկերը բոլորին ազդակա, որ մեր խնդիրը, մեր երկրի տարածքային ամբողջականություն եւ մեր անվտանգությունը ապահովված է։ Եվ մենք այսօր չենք ցուցադրել, մենք այսօր արդեն գործող պայմանագիր ունենք։ Մենք Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Վենսը որ եկավ, մենք այնտեղ ցույց տվեցինք այն անօթաչու թրթող սարքերը, որոնք մենք Միացյալ Նահանգներից պայմանագիր կնքեցինք, ձեռք բերեցինք։ Բայց մենք այդ զորահանդեսում դա ցույց չտվեցինք, որովհետև իր բատակարարումը դեռևս տեղի չի ունեցել։ Այսինքն ես ինչ եմ ասում, մենք այսօր ընդհանուր Միացյալ Նահանգների հետ զենքի առևտուր անելու հնարավորություն ունենք։